Փաշինյանը հիմա էլ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային է մեղադրում, ճիշտ այն ամենում, ինչ մեղադրում էր Ռուսաստանին։ Եհակա Մինսկի խումբը ստեղծվել է, որպեսզի կոնֆլիկտը չլուծվի եւ Հայաստանը թակարդից դուրս չգա, եւ Հարավային Կովկասը թակարդից դուրս չգա, եւ ես երջանիկ եմ, որ հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը դուրս են բերել այդ թակարդից։ Այսինքն եւ Ամերիկան եւ Ֆրանսիան Այսինքն դուք արձանագրում եք, որ բացի Ռուսաստան, ինչպես դուք եք նշում, նաև Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան այդ դավադիր գործարքի մաս են կազմել։ Ճիշտ եմ հասկանում։ Ուրեմն պետությունների տարբեր փուլերում, Ղարաբաղի հարցի կարգավորման տարբեր փուլերում, տարբեր երկրների կտրականապես ձեռնտու չի եղել, որ Ղարաբաղը։ Այսինքն մեր Смотри, не упади только. Это будет фиаско. Это фиаско, братан. Տեղ հասանք, այդ մասին ես շատ շուտ էի զգուշացնում։ Քիչ հետո կասեմ, թե Յահակամինսկի խումբը իրենից ինչ էր ներկայացնում եւ այն փլուզելը եղել է միշտ Ադրբեջանի ու անձամբ Ալիևի նպատակն ու երազանքը։ Յահակամինսկի խմբին դատապարտել է միշտ Ադրբեջանը, նեղվել է միշտ դրանից Ալիևը եւ Փաշինյանը դրանով հենց հաստատում է, վավերացնում է ադրբեջանական նարատիվները։ Այո, սա ֆիասկո է, սիրելի բարեկամներ, ֆիասկո ընտրություններից առաջ։ Եվ այս ամենը ես սպասում էի նրանից, որովհետև ամեն ինչում միայն ուրիշներին մեղադրողը մի օր կմեղադրի Ռուսաստանին, մյուս օրը մյուս գերտերություններին, եւ երբեք չի ընդունի, որ ինքն է եղել հակամարտության հրահարողը, որովհետև ձեն-ձենի է տվել Ալիևի հետ։ Տեսեք, Ալիևն էր միշտ մեղադրում Յահակամինսկի խմբին, ասելով, որ կուլիսների ետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Յահակամինսկի խումբը որդեգրել էր 3 սկզբունք. տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք եւ ուժի եւ դրա կիրառման սպառնալիքի բացառում, այսինքն հակամարտությունը պետք է լուծվեր միայն խաղաղ ճանապարհով։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այդ 3 սկզբունքներին ինքը դեմ է։ Որովհետեւ ինչ է նշանակում, Յահակամինսկի խումբը խոչընդոտում էր կոնֆլիկտի լուծումը։ Նրանք միջնորդներ էին, իսկ միջնորդը դա որևէ մեկի եղբայրն ու դաշնակիցը չէ։ Միջնորդը նա է, ով կոնֆլիկտի կողմ չէ, համարվում է չեզոք կողմ, հակամարտող կողմերից երկուսի հետ էլ ունի լավ հարաբերություններ եւ ցանկանում է, որպեսզի կոնֆլիկտող կողմերը իրենց միջնորդությամբ գտնեն լուծում։ Առաջարկում են, որպեսզի գտնեն լուծում։ Ի վերջո, կոնֆլիկտի լուծումը հակամարտող կողմերի գործն է։ Ի վերջո Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լուծեին այդ կոնֆլիկտը։ Կոնֆլիկտը լուծողը Յահակամինսկի խումբը չէր, դա միջնորդական կառույց էր, որի գլխավոր նպատակն էր կանխել պատերազմը խաղաղ ճանապարհով, բանակցություններով եւ փոխզիջումներով հասնել խնդրի լուծմանը։ Եվ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Ալիևի հետ դաշնակցելով կործանել են այդ ձևաչափը, մեղադրելով այդ ձևաչափին եւ փաստացի հենց բերել են պատերազմ, որովհետեւ այդ ձևաչափը միջազգային իրավունքով երաշխավորված ձևաչափ էր խուսափելու պատերազմից։ Եվ այդ ձևաչափը իրեն արդարացնում էր 30 տարի շարունակ։ Եվ այդ ձևաչափը կործանվեց Ալիևի եւ Փաշինյանի համատեղ ջանքերով։ Եվ սա արդեն Փաշինյանը խոստովանեց իլուր աշխարհի ձեր հեռուստադիտողների աչքի առաջ ընտրություններից ընդամենը 2 օր առաջ։ Հետևաբար, այս ամենը արդեն տեսնելով հասկանալով, որ վաղ ամիսօր ԱՄՆ-ին ու Եվրոպային է մեղադրելու Հայաստանի դժբախտությունների մեջ, ճիշտ կատարեք ձեր ընտրությունը հունիսի 7-ին, սիրելի բարեկամներ։ Գնացեք եւ մերժեք Ալիևի փաստաբաններին, Ալիևի դաշնակիցներին։